Նախքան Սաղմոս ընթերցելը կուզենամ մի բան ասեմ իմ սիրելի քրիստոնյա ժողովուրդ։ Երբ որ Աստվածաշունչ ենք ընթերցում, ամեն մարդ տարբեր ձև է հասկանում տվյալ ընթերցանությունը։ Տարաձայնություններ լինելու են, դա չի քննարկվում, որովհետև բոլորը չեն, որ նույն խոսքը գրված, նույն կերպ պիտի հասկանան, ոնց որ ես կամ իմ դիմացինը։ Ու ցավա, երբ որ տարաձայնություններ են լինում, դրա հետ մեկտեղ մեկը մյուսին սկսում է վիրավորելը։ Մի արեք նման բան ժողովուրդ, սա քրիստոնյա վայել չի։ Իսկ հիմա եկեք ընթերցենք Սաղմոս 30-ը ամբողջությամբ։ Ես փառաբանում եմ քեզ, ով Տեր, որ ազատեցիր ինձ եւ իմ թշնամիներին չթողեցիր, որ ուրախանան ինձ վրա։ Ով Տեր, իմ Աստված, ես օգնության կանչեցի քեզ եւ դու բժշկեցիր ինձ։ Տեր, դու իմ անձը հանեցիր գերեզմանից եւ փոսնիչնողների միջից ինձ կենդանի պահեցիր։ Սաղմոս երգեցեք Տիրոջը, ով նրա հավատարիմներ, եւ փառաբանեցեք նրան իր սրբությունը հիշելով, որովհետեւ նրա բարկությունը ակնթարթի չափ է, իսկ նրա բարեհաճությունը ամբողջ կյանքում է։ Գիշերը լաց կա, իսկ առավոտյան ցնծություն։ Իմ հաջողության մեջ ես ասացի, իմ տեղից չպիտի սասանվեմ հավիտյան։ Տեր, քո բարեհաճությամբ հաստատուն դարձրիր իմ սարը, բայց երբ թաքցրիր երեսդ, ես խռովքի մատնվեցի։ Տեր, քեզ եմ աղաղակում, Տիրոջն եմ աղաչում։ Ինչ օգուտ կա իմ արյունից, եթե ես ընկնեմ գուբը, միթե հողը պիտի փառաբանի քեզ եւ պատմի քո ճշմարտությունը։ Լսիր, Տեր, եւ ողորմիր ինձ, Տեր, օգնական եղիր ինձ։ Դու իմ սուքը ցնծության փոխեցիր, իմ քուրձը հանեցիր ինձնից եւ ուրախություն հագցրիր ինձ։ Դրա համար էլ թող իմ փառքը Սաղմոս ասի քեզ եւ լուր չմնա, ով Տեր իմ Աստված, հավիտյան պիտի փառաբանեմ քեզ։